Վարան Բաղդասարյանը դատապարտում է մարդկանց տիպողաբար հանրապետականացնելու դեպքերը, եթե այդպիսիք եղել են։ Ինչ-որ տենդենս կա, ինչ-որ երևի այս փոփոխությունները կարող են նաև դրական ազդեցություն ունեցել։ Մեկ օրում 7000 մարդու հանրապետական դառնալու փաստը պարոն Բաղդասարյանը վերագրում է նոր կառավարության հանդեպ վստահությանը։ Այլ ընտրանք չկա, այլ ձևով քաղաքական դաշտը կայացնելու ես այլ եղանակ չեմ տեսնում։ Հանրապետականի համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանի ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը։ Այս մարդուն Վարան Բաղդասարյանը համարում է թիմի լոկոմոտիվ եւ չի կարծում, թե վարչապետը կարող է ազատվել Սերժ Սարգսյանի կադրերից։ Բոլորիս նպատակը մեկն է բարձրացնել հանրապետական կուսակցության առավել եւս բարձրացնել վստահությունը հանրության մոտ եւ քաղաքական դաշտը հնարավորինս տեսնել կայուն եւ կայացած։ Իշխանության սոցիոլոգիական հետազոտություններն անգամ ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից բարձր վարկանիշ ունի, գործող նախագահի թիմակիցներին այս փաստը չի վախեցնում։ Նորմալ եմ համարում, որովհետեւ երկար տարիներ նոր մարդու նկատմամբ միշտ վերաբերմունք եւ հավատը բավականին բարձր լինում, իսկ ընդհանուր առմամբ պաշտպանելը, կառավարություն լինել, իշխանություն լինելը դա միշտ բացասական է ազդում ռեյտինգի վրա։ Հենց Կարեն Կարապետյանի վարկանիշն էլ փորձելու է օգտագործել Սերժ Սարգսյանը 2017-ի ընտրություններում հաղթելու համար, սակայն Կարեն Կարապետյանին վարչապետ դարձնելն ամենևին չի նշանակում, որ 2018-ի ապրիլինից հետո Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ։ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ խորհրդարանի ընտրությունների արդյունքներից է կախված իր վարչապետ դառնալը։ Կարեն Կարապետյանի ֆիգուրը օգտագործվում է 2017 թվականի ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար, բայց համաձայն հենց Սերժ Սարգսյանի ասացի ինքը դառնալու է վարչապետ 2018 թվականից, որովհետև ինքը ասում է իմ վարչապետ լինելու հարցը կախված է այդ արդյունքից։ Այսինքն եթե ենթադրենք Կարեն Կարապետյանի ջանքերով եւ օգնությամբ հանրապետականը շահում է 2017 թվականի ապրիլի ընտրությունները, նշանակում է, որ համաձայն իր իսկ հայտարարության Սերժ Սարգսյանի պաշտոնավարության հարցը լուծվում է հօգուտ իր դրական որոշման։ 7000 հոգու մեկ օրում հանրապետականացնելը Լևոն Զուրաբյանին հիշեցնում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանն անդամագրվելը, երբ ամբողջ պետությունն էր մեկ կուսակցության անդամ։ Սերժ Սարգսյանը կտրվել է իրականությունից եւ չգիտի, որ այդքան մարդ չկա կուսակցությունում։ Սերժ Սարգսյանը եւ իր շրջապատը եւ հանրապետական կուսակցության ղեկավարությունը այնքան են կտրվել կյանքից, որ միգուցե հավատում են այդ թվերին։ Իդեպ համագումարում Սերժ Սարգսյանը խոսում էր նաև մարդկանց պահանջների ավելացումից, թեպետ կուսակցությունն ամեն ինչ անում է, որ կյանքը լավանա։ Սա նորից եմ ասում, ԿՊՍՍ-ի այդ զառամախտի սիմպտոմներն են։